Այս բոլոր հայտնի մարդիկ չէին հավատում Աստծո գոյությանը։ Նրանք բոլորը աթեիստներ էին, բայց մի օր դարձան քրիստոնյաներ։ Ինչու, ինչպես եւ ինչի համար։ Ես Սպոն եմ, ողջույն սիրելիներս։ Վերջի տեսանյութերիցս հետո Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում որոշները գրեցին, որ իրենք չեն հավատում Աստծո գոյությանը եւ աթեիստներ են։ Եվ ես լինելով հին հայկական ավանդական հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որոշեցի, որ պարտադիր այս տեսանյութը նկարեմ հատուկ այդ մարդկանց համար։ Այս դերասանուհին Ռոզալինդա Չելենտանոն է, մեր բոլորի կողմից շատ սիրված Ադրիանո Չելենտանոյի դուստրը, ով եւ մարմնավորում էր Քրիստոսի չարչարանքները հայտնի ֆիլմում Սատանայի կերպարը։ Վերջինս երբեք չի հավատացել Աստծո գոյությանը, բայց ֆիլմի նկարահանումներից հետո պետք է հայտարարեր։ Ֆիլմի նկարահանումներից հետո ինչ-որ մի բան ինձ հուշեց, որ պետք է այցելեմ եկեղեցի եւ աղոթեմ։ Ես արդեն հասկանում եմ այս ամենը։ Նույն Քրիստոսի չարչարանքները ֆիլմում հանցագործ Բարրաբայի դերակատար Պետրոս Սարուբինը պետք է հայտարարեր։ Նկարահանումների ժամանակ սցենարի պետք է պտտվեի եւ նայեի Հիսուսի դերակատարին, այնուհետեւ գնայի։ Պտտվեցի, նայեցի, փորձեցի գնալ, բայց չկարողացա, կրկին նայեցի եւ մնացի քարացած։ Իմ ֆիլմի նկարահանումներից հետո դերասանը պիտի հայտարարեր. ես այդ պահին տեսա իրական Քրիստոսին եւ լինելով աթեիստ դարձա հավատացյալ։ Հայտնի հոլիվուդյան դերասան Դեյզել Վաշինգտոնը լինելով աթեիստ, ապրելով խոր աշխարհիկ կյանքով, 2024 թվականին մկրտվում է, ընդունում քրիստոնեություն եւ հայտարարում. սա իմ կյանքի միակ ճշմարիտ քայլն էր։ Ես զգացել եմ Սուրբ Հոգու գոյությունը, երբ Լոս Անջելեսում պատահաբար հայտնվեցի եկեղեցում։ Հայտնի դերասան, բոլորի կողմից սիրված Սիլվեստր Ստալոնեն իր ամբողջ երիտասարդությունը ապրել է աշխարհիկ կյանքով, չհավատալով Աստծո գոյությանը։ Վերջին տարիներին Ստալոնեն ընդունեց քրիստոնեությունը եւ հայտարարեց. մինչեւ հիմա ես կորցրել էի իմ ճիշտ ճանապարհը եւ հիմա գտել եմ։ Այ հիմա հասկանում եմ, որ իմ ամբողջ կյանքը պետք է վստահեմ միմիայն Աստծուն։ Հայտնի рэպեր Քայնի Վեսթը, լինելով աթեիստ, 2019 թվականին հայտարարում է, որ այլևս քրիստոնյա է եւ մինչ այդ պահը ապրել է սխալ։ Իդեպ շատերի պնդմամբ рэպերի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայուհի Քիմ Քարդաշյանի հավատացյալ լինելը։ Հուսով եմ այս տեսանյութը ինչ-որ մի բան, ինչ-որ մարդկանց ասեց։ Ես Սպոն եմ, բացի Իսպանիայից եւ Դուբայից անշարժ գույք ձեզ ներկայացնելուց, այ կներկայացնեմ նաեւ այսպիսի գեղեցիկ տեսանյութեր։ Կհանդիպենք։